1.5 ժամը ձեզ հետ կլինեն Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Սուրճ ու սեր առավոտից հանրայինի ուղիղ եթերում 553702 եւ իհարկե մեր տոնական շնորհավորանքները բոլորին, բոլոր համայն հայության, ովքեր լսում են այս պահին մեզ։ Եվ իհարկե մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, հետևեք լայվին եւ անմիջական մասնակցություն ունեցեք, գրեք մեզ, ուղարկեք ջերմ խոսքեր, ուղարկեք սրտիկներ ու կարող ենք միմյանց այսօր ջերմորեն շնորհավորել։ 28 մայիսի 2025 թվական Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է առաջին հանրապետության օրը։ Այո, 1918-ի այսօրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։ Մայիսին Ղարաքիլիսայում Բաշապարանում Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի մոտ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը եւ հերթը Հայաստանինն էր, ու մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Սիրով ենք ասում տոնը շնորհավոր Հայաստան։ Սուրճ ու սեր առավոտից։
9:35 տոնական ջերմ բարի լույսը բոլորին ովքեր լսում են հանրայինի առաջին ալիքը։ Եվ եւս մեկ անգամ ջերմ ողջունում ենք բոլորիդ ու շնորհավորում, որովհետեւ օրը յուրահատուկ է յուրաքանչյուրիս համար։ Այսօր կլինեն հետաքրքիր, այսպես ասած, դրվագներ, մենք պատմության անիվը մի քիչ կթերթենք, բայց մինչ այդ լսենք մեր ռադիոլսողին։ Այո, ռադիոլսողի սրտի խոսքը մեր երկրի մասին բարի լույս։ Բարի լույս, Լուսինե եւ Տիգրան։ Բարի լույս, բարի լույս։ Այո, կարող եմ իմ ողջույնի խոսքը ողջ հայությանը։ Իհարկե։ Ահա։ Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Ողջույն մայիս, Սինդուտոնի, ցնծության ու հաղթանակի վարդաբույր ամիս։ Ամի Գյումրվա, Դվին Արմավիրի, Վանա ու Շուշվա, Երևան Սևանա, Հերոսապատ, Սարդարապատի հաղթանակի մայիս։ Քայլով հասնում եմ քեզ, ավելի ճիշտ, դու ես հասել ինձ, իմ հերոսապատ, Սարդարապատ, քո բարձունքին է ծածանվող հաղթանակի դրոշը, որը ամուր է պահում մեր նորորյա Հայաստանը։ Փառք ձեզ, մեր անմահ զինվորներ, դուք կերտեցիք մեր անշորթելի ու վսեմափառ հաղթանակը։ Փառք ձեզ, մեր բոլոր ժամանակների ու բոլոր հաղթանակների հայ անմահ զինվորներ։ Այսօր մեր կատնաբույր մայրերը իրենց զավակներին պիտի ուղղորդեն ստեղծարար աշխատանքի, իրենց նորելուկ տղաներին պիտի երգեն այն անուշ օրորոցայինը, որը ավարտվում է միմիայն դպրոց վարժարանով։ Այո, միանշանակ այսպիսի տաղանդավոր ռադիոլսող ունենք մենք։ Երգում ենք այսպես, եթե կարելի է։ Եթե Գայնե ջան, եկեք ժամանակը խնայենք եթերային ի վերջո դեր խոսքեր ունենք։ Շնորհակալ ենք շատ։ Այսպիսի տաղանդավոր ռադիոլսողներ ունենք եւ մեր այսպես մշտական ռադիոլսող Գայանա Այվազբալյանի գրական սրտի խոսքը բնականաբար չէր կարող չհնչել։ Դե իսկ մենք բնականաբար այսօր խոսում ենք օրվա խորհրդի մասին։ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրվեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորվեց կառավարություն, առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին, սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց, 1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթեց բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակի կողմից։ Իսկ 1992-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին հանրապետության օր։ 1968-ից 78 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918-ի մայիսի 22-ից 28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին։ Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի 50-ամյա տարեդարձի հենց օրը։ Ես շատ սիրում եմ այս հուշահամալիրը եւ հնարավորության դեպքում միշտ առիթը բաց չեմ թողնում անպայման այցելել։ Միայն զգույշ լինենք Արևի կիզիչ ճառագայթներից այս բարակայում, այո, ուշադիր եղեք։ Տոնը շնորհավոր Հայաստան, մենք շարունակում ենք մեր տոնական եթերը։ Արևնիմ սրտում պես մար չի մտնում և ինչ է լինի կյանքս չի մտնում Դու ես Հայաստանը դու ես Հոգիտ մի թրջում յուսել է մի բուն յուսել երազից տոնը երագում Կապար որ հաղթում է չարում Սերքը տուր կպար է Քոչարին Սրտից քեզ նավեր Ջերմ արևներ Ու դարերից կարոտած բարևներ Դու ասած ես հարազատ ես Ու վստահ նայիր բավան Հայ հավատ ես դու
Հայաստանը դու ես անցյալդ վկա հիմա ես ներկա ու պետք է վարվի լույսը տապագա Շպտային երկիր աշխարհի ես քեզ հետ եմ անցել այսօրի Ասած սրտիզար քեզ կանք ու փակ քեզ ապրելու հարատև ու շուկանք Դու ազատ ես հարազատս ու վստահնային բավան Այ հավատս դու անկախ ես Սավառնող ացի նման Ես ու դու իրար համար ենք Սիրելով ենք ապրելու Ու երկուսը սեր համար ենք Միասին ենք ես ու դու Հայաստան իմ սեր Ազատությունը կյանք է մեր Հայաստան իմ սեր Ազատությունը լույսն է մեր Դու հավերժահի իմ սիրո Սուրճ ու սեր առավոտից 9:43 մայիսի 28-ն է օրոչորեք շաբթի, մենք տոնում ենք առաջին հարաբերության օրը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ ակտիվության համար, որովհետեւ բազմաթիվ են on-line հարթակում շնորհավորանքները եւ բնականաբար նաեւ ակտիվ եք ու զանգահարում 553702 տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Ողջույն։ Բարի լույս։ Ընտանիքը Արթուն է հանրայինի, մեծ ընտանիքը, բարի լույս։ Արթուն է, նախ երկուսից բարի վերադարձ։ Շնորհակալություն, կարոտել էիք։ Իհարկե կարոտել էինք, բայց էլ հարցեր ոնց կարողա ձեզ չկարոտենք։ Ինչ հաճելի է, շնորհակալ ենք։ Այդ նույնն է ոնց որ հայ մարդը քյաբաբ չսիրի։ Մենք էլ ենք կարոտել հանրայինի եթերը եւ իհարկե մեր լսարանը։ Այո, կարոտել էինք։ Բարի վերադարձ տոնով եք Շնորհակալություն։ դարձել։ Շնորհավորում եմ այդ լուսավոր տոնը, Աստված պահպանի Հայաստան աշխարհը, հայ զինվորին եւ մեծ հաղթանակները դեր առջեւ։ Այո, Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ շնորհակալ ենք։ Ահա, այսպես։ Կարճ, լակոնիկ։ կոնկրետ, լակոնիկ, հրաշալի է։ Ինչ են գրում մեր Facebook-ան էջում։ Մեծ ջերմ ողջույններ են ուղարկում եք Էդիկ Բաբուջյանը, Էսթեր Մխիթարյանը, բարի լույս, բարի օր Հայաստան ջան Էդիկն է ասում, Վահե Արթինյանը ասում է, որ շատ գեղեցիկ շապիկ եւ նշաններ ենք գրում, ովքեր մեզ on-line հարթակում են տեսնում են, որ նաեւ թեմատիկ է։ Երագույնը մեր կրծքին է, այո։ Այսպես ծածանվում է հպարտությամբ։ Ավետիս Մանուկյանն է շնորհավորում բոլորիս եւ շնորհավոր մայիսի 28 եւ նաեւ նկատել եմ, որ մեր գործընկերները քնած ջեն ու հետեւում են մեզ ջեն ողջույններ նաեւ Մարինային եւ Սևակին։ Բոլորին ողջունում ենք, ջերմ ողջույններ։ Մի պա շեղվենք օրվա խորհրդից, թեմայից եւ հասկանանք, թե ինչ եղանակ է առասարակ սպասում Հայաստան Հանրապետության տարածքում, նաեւ մայրաքաղաքում։ Իդեպ, արևմուտքի ցիկլոնի ներթափանցման պայմանավորված 28-ին մայիսի, նաև 30-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում, սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդարատ, հնարավոր է նաև կարկուտ ասում են։ Իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Նա հաշվի առնելով այս պահի եղանակը, մի տեսակ հավատալու չի, որ կարող է նման եղանակային փոփոխություն տեղի ունենալ, բայց կլիմայական փոփոխությունները բերել են նաև անկայուն եղանակային իրավիճակների, բան չես հասկանում։ Օդի ջերմաստիճանը չնայած այդպես չի փոխվի։ Այս պահին Երևանում 20 աստիճան է։ Արևային գեղեցիկ օր է, մենք վայելելով երևանյան տեսարանները եկանք հասանք ռադիոտում։ Ինչ կատարադրամի շուկայում։ Ինչ կատարադրամի շուկայում փորձենք հասկանալ եւ տեսնել, որովհետեւ ոչինչ չկա այս պահի դրությամբ։ Ոչինչ չկա, տարադրամը հանգստանում է։ Մենք փորձում ենք իհարկե տեսնել տարադրամի մեկ վարկյան, ես հիմա փորձեմ այս տարբերակով, չէ։ Օրվա փոխարժեքները դեռ հասանելի չեն, բայց ինչևէ կսպասենք, բայց մենք ունենք փակ ճանապարհներ, հարգելի ռադիոլսողներ, Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Իսկ ինչ վերաբերում է Լարսին, ապա ասենք, որ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սա էլ ասեցինք, շատ կարևոր։ Ես կարծում եմ, որ ինչ որ չափ, եթե նույնիսկ այսօր փակ ճանապարհներ կան, դրանք պայմանավորված են միջոցառումներով օրվա հետ կապված։ Ձեզ շարունակում ենք մաղթել լավ տրամադրություն եւ իհարկե ակտիվ ռիթմեր ենք փոխանցում։ My ancestors Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us go on through the hardest times. Ov knatse verjelek, ov artunetzi thambek, thorimanan yegel ենք մենք. Եղել ենք անք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի եկել ենք մենք եղել ենք կանք ու կլինենք ու թե դժվար պահել լինենք երկով ու նվագով պիտի հաղթահարենք Սուրճ ու սեր առավոտից 9:49 շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի տոնական եթերում Սուրճ ու սեր առավոտից իհարկե տոնական տրամադրությամբ Այո, սուրճը ձեզնից, սերը մեզնից, իսկ լավ տրամադրությունը եւս մեզնից, սիրելի ռադիոլսողներ, նաեւ լավ տրամադրություն փոխանցում եք դուք մեզ ձեր ջերմ գրառումներով։ Իդեպ Վահե Արթինյանը նախորդ այսպես վերջին երկի առումով գելը շատ հարմար երկ ընտրած եք առանց ներկա Հայաստանի ժողովրդին ջլար Հայաստանն այսօր չէ լինայո այսօրվա Հայաստանը տոնական միջոցառումներ են նաև սպասվում օրվա ընթացքում անշուշտ բոլորն այսօր իրենց քայլերն ուղղելու են դեպի Սարդարապատ դեպի անկրկնելի հուշահամալիր իդեպ Սխալված չեմ եթե ասեմ, որ իսկապես այդ թևավոր ցուլերը եւ վեհասքանչ հաղթական զանգերը մեկ այլ տրամադրություն են փոխանցում, իսկ այս զանգակատունը 35 մետր բարձրությամբ հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը, այսպես հա, որպես վառ ապացույց, այն կատարված է նրբին արտիստականությամբ այսպես ստեղծագործական մոտեցմամբ ստեղծագործաբար իմաստավորված է նաև ամեն մի գծիկը ամեն մի մասնիկը անկրկնելի են թևավոր ցուլերը վեհասքանչ հաղթական զանգերը եւ բնականաբար
այդտեղ ճիշտ տեղն է, որպեսզի ֆոտոներ արվի, հա, որպես հուշ տոնական օրվա եւ յուրաքանչյուր հայ կարծում եմ անպայման կյանքում գոնե մեկ անգամ եղել է այդ համալիրում։ Միանշանակ եւ ես կարծում եմ, որ նաեւ զբոսաշրջիկները շատ լավ գիտեն այդ հատվածը ու եթե հատկապես այս օրերին են լինում Հայաստանում, անպայման գնում են այնտեղ, որպեսզի մասնակցեն։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ միջոցառումներին, ապա այսօր օրը ոչ աշխատանքային է եւ ունեք հնարավորություն ուղղակի նստել մեքենա կամ չգիտեմ, գնացք կամ ավտոբուս եւ ուղևորվել Գյումրի, որովհետեւ այսօր շատ են միջոցառումները Գյումրիում։ Այո, շատ այսպես Հանրապետության տոնի առիթով նախատեսել են Գյումրիում բազմաթիվ միջոցառումներ, նախ տոնական համերգ է տեղի ունենալու Հայատ պրոջեկտի մասնակցությամբ, որը տեղի կունենա Վարդանանց հրապարակում, ես պատկերացնում ինչ լեփլեցուն է լինելու հրապարակը եւ ինչ ջերմ տրամադրություն է լինելու, որովհետեւ Հայատ պրոջեկտին լսել ու ուղակի չուրախանալ դա անհնար է, ջերմ ողջույնների դեպ խմբի անդամներին, նաեւ հրապարակում կազմակերպվելու է տոնավաճառ, որտեղ տնտեսվարողներին տրամադրվելու են տաղավարներ, այնպես որ դրան էլ կարող եք մասնակցել, իսկ միջոցառումները բաց են բոլորի այն էլ Գյումրիում, հա, ինչ միջոցառումները բաց են բոլորի համար, այնպես որ զբոսաշրջիկները Երևանից, այլ մարզերից գնացեք այնտեղ եւ վայելեք տոնական միջոցառումներ, շատ հետաքրքիր բաներ են սպասվում այնտեղ։ Այնպես որ ոչ միայն Սարդարապատն է այսօր լեփլեցուն լինելու, նաեւ Գյումրին այ մեր գործընկերն ասում են մնացենք գնացք եւ ուղևորվենք դեպի ուղիղ Գյումրի։ Դե մենք գալիս ենք։ Տոնա շնորհավոր Հայաստան։
Սուրճ ու սեր առավոտից։ Շարունակում ենք միասին վայելել տոնական առավոտը հանրայինի ուղիղ եթերում, երացող ժամի վերջին րոպեներն են եւ մեզ է միացել մեր սիրելի գործընկերը Ռադիո Լուրից Հասմիկ Մարտիրոսյանը, բարի լույս։ Ողջույն Հասմիկ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, Շնորհավորում ենք։ Փոխադարձ ես նույնպես շնորհավորում եմ, մայիսի 28-ը մեր անկախության, տոկունության, միասնության օրն է, թող զորանա եւ ապրի Հայաստանը։ Թող միանշանակ եւ մենք բնույթով անկոտրուն ենք։ Այո, իհարկե։ Հաղթական ոգին միշտ մեզ հետ է գենետիկորեն եկած, այնպես որ թող այս տարիները ապացուցեցին, որ մենք ապրելու ենք, պայքարելու ենք ու զորանալու ենք։ Ուղղելու ենք մեր մեջքը եւ հաստատուն քայլերով գնանք միանշանակ։ Վերլուծելով նաեւ, անցյալ, այսպես անցյալի նաեւ դժվարությունները, ինչու՞ չէ նաեւ սխալները, պետք է շարունակել շարժվել առաջ։ Որպես կանոն այս օրերին միշտ դասերի մասին են խոսում, թե ինչ դասեր քաղեցինք, դա թողնենք պատմաբաններին, բայց այսօր որ կարիք ունենք ուժեղ Հայաստանի միասնական լինելու, ինձ թվում է դրա պահանջը կա եւ այդ օրն էլ կգա։ Միանշանակ ինչ Այ միասնականությունը շատ կարևոր գաղափար է, շատերս ասում ենք տարբեր առիթներով, հնչեցնում ենք այդ խոսքը, բայց գուցե վեհությամբ, խորությամբ չենք ընկալում այն։ Իսկապես միասնականությունն է, որ այս օրերին այս ժամանակահատվածում մեզ համար առավել քան կարևոր է։ Եվ միշտ միասնական ենք եղել, հատկապես դժվարին պահերին։ Ես կուզենայի հաղթանակի խորհրդանիշն է եղել։ Այո, բայց ես կուզենայի նաև ցանկացած պահի լինենք միասնական, դա եւս շատ կարևոր է, նաև ուրախության, հանգստության ու խաղաղության պահերին էլ երբ լինենք միասնական, այդ ժամանակ կշարունակենք ել ավելի ամբողջական գնալ առաջ։ Միասնականությունն առհասարակ, առողջ միջավայրը առհասարակ շատ կարևոր է յուրաքանչյուրի առաջընթացի համար։ Այո, այնպես որ մաղթենք մեզ կուռ միասնականություն ցանկացած պարագայում։ Այո, այսօր վեհափառի ուղերձում էլ անգամ շեշտվում էր միասնական լինելու եւ միասնականությամբ դեպի հաղթանակ գնալու ճանապարհի մասին էր խոսվում, քիչ հետո կանդրադառնանք ուղերձին նաեւ։ Մենք խոսում ենք նաեւ տոնական միջոցառումներից, դե բնականաբար Սարդարապատ են այսօր բոլորը գնալու, նաեւ Գյումրիում այսօր մեծ վերջին զանգի հետ կապված միջոցառում կա, չէ՞ նաեւ, եթե չեմ սխալվում։ Այսօր կոնկրետ միջոցառումներ անկախության տոնի հետ են կապված, այո։ Գյումրի միջոցառում։ Մեծ համերգ Համերգ կա, հրապարակում, տոնավաճառ, կամ խոսքով մեխինդ մեօրախություն այնտեղ։ Շատ ուրախ եմ։ Եթե այլ քաղաքներից մեզ հիմա ռադիոլսողներ ունեն տեղեկատվություն իրենց մոտ ինչ է տեղի ունենալու, գրեք սիրով, մենք եթերից կհնչեցնենք ձեր քաղաքի միջոցառումների մասին։ Մենք սիրով այդ ամենը կներկայացնենք, որպեսզի մեր ռադիոլսողները իմանան, տեղեկանան եւ ընտրեն, թե ուր են ուզում գնալ։ Իհարկե։ Ու ի վերջո շատ կարեւոր է, որպեսզի ուղեցույց։ Սա առիթ է լավ, որպեսզի մի կետից մյուս կետ գնալ եւ նշել միասին։ Էլի խոսեցինք ու էլի եկանք միասնականության մասին։ Միասին նշենք առաջին հանրապետության հիմնադրման օրը։ Դե ինչ խոսքը փոխանցում ենք ձեզ լուրեր այս պայն հանրայինի եթերում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է։ Ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել։ Արարատ Միրզոյանը եւ Սաիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Եվ այսպես այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման եւ Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 107-ամյակն է հանրապետության օրը։ Տոնը նշվում է 1992 թվականից։ 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բարշապարանում, Սարդարապատում կենաց մահու ճակատամարտերում տարած հաղթանակով հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը, որը կորցրել էր շուրջ 9 դար առաջ։ Սարդարապատում հաղթելով հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումը Կովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից։ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի հանրապետությունը։ Այս րոպեներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելում է Սարդարապատ հուշահամալիր։
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է. Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև եւ աղետալի պատերազմից եւ Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է, մեզ, որը պիտի փայփայենք եւ շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ ողորմությունը թող լինեն մեզ հետ եւ ամենքի, այսօր եւ միշտ, ընդգծել է վեհափառ հայրապետը։ Այլ թեմաների մասին Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեքում այսօր նախատեսված է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որը կկայանա Ղրղստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուգամբետովի նախագահությամբ։ Մասնակիցները կքննարկեն ՀԱԲ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերը։ Նիստի շրջանակում նախատեսված են նաև հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումներ։ Հայաստանի մասնակցության մասին դեռ չի հաղորդվել։ Նախագահ Վագան Խաչատուրյանն երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոին։ Նախագահը կարևորել է վարչապետի այցը եւ ընդգծել, որ վերջին 2 տասնամյակներին նման մակարդակով փոխայցելություն չի եղել եւ այդ առումով այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ գործակցում է Եվրոպական միության հետ եւ այդ գործակցության շրջանակում բարձր է գնահատում Սլովակիայի մասնակցությունը։ Սլովակիայի վարչապետն էլ ընդգծել է իր երկրի լիարժեք աջակցությունը Հայաստանի ջանքերին ուղղված խաղաղության հաստատմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Բրատիսլավա, Երևան ուղիղ ավիաթռիչքների հնարավորության վերաբերյալ, այն դիտարկելով որպես երկկողմ կապերի խորացմանը ծառայող գործիք։ Տեղեկացնենք, որ ավարտվել է Երևանյան երկխոսություն 2025 երկրորդ համաժողովը, մայիսի 26-ին եւ 27-ին տեղի ունեցած համաժողովը միավորել էր օտարերկրյա քաղաքական գործիչների, ինչպես նաեւ գիտական ոլորտի, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների։ Քննարկումները տեղի ունեցան նավարկելով անհայտության միջով խորագրի ներքո։ Մասնակիցների թվում էին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն եւ այլ պաշտոնյաներ։ Համաժողովում քննարկվեցին խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, տեղի ունեցան մի շարք հանդիպումներ հայ եւ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Եվ արտգործնախարար Արարատ Միրզյանն է հանդիպման շրջանակում երեկ հանդիպել Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Պետեր Սիարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով։ Կողմերը ընդգծել են երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները եւ հույս հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կդառնա գործակցության զարգացման համար։ Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարներն անդրադարձել են նաև տարբեր նախաձեռնությունների, այդ թվում ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, նաև աջակցության շրջանակում Արցախից տեղահանված երեխաների եւ նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։ Նշեմ, որ Արարատ Միրզյանը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջև երկկողմ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին, խաղաղության եւ կայունության ուղղված ջանքերին վերաբերող հարցեր։ Մի քանի լուր ներկայացնենք նաև միջազգային անցուդարձից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկիի միջև հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում։ Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Fox News հեռուստալիքի եթերում։ Քելոգի խոսքով Միացյալ Նահանգներն արդեն ստացել է ուկրաինական կողմից փաստաթուղթ, որտեղ թվարկված են Կիևի պայմանները, եւ այժմ Վաշինգտոնում սպասում են Ռուսաստանի նույնաբովանդակ փաստաթղթ
թղթին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հաստատել է քննարկվում է 3 առաջնորդների միջև Շվեյցարիայում խաղաղության հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մենք ցանկանում ենք հանդիպումն անցկացնել Վատիկանում, բայց ռուսները հրաժարվեցին այնտեղ մեկնել, այսպիսով Ժնևը դիտարկվում է որպես հաջորդ հնարավոր վայրը, որտեղ 3 հիմնական առաջնորդները կարող են հանդիպել, համաձայնեցնելու փաստաթուղթը եւ ավարտելու պատերազմը, հավելել է Քելոգը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խոսքերը այն մասին, թե առանց նրա Ռուսաստանի հետ իսկապես վատ բաներ տեղի կունենային։ Ինչ վերաբերում է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը կրակի հետ է խաղում եւ իսկապես վատ բաներ են կատարվում Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը, հուսով եմ Թրամփը դա հասկանում է, գրել է X-ի իր էջում Դմիտրի Մեդվեդևը, իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի Տուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ԱՄՆ նախագահի արտահայտությունները բացատրել էր էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են պետության անվտանգության ապահովման համար։ Իր հերթին պետքարտուղարությունն է հայտարարել, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ուղիղ բանակցություններին։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը։ Հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
16:11 տոնական տրամադրությամբ ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր այսօր լսում են հանրայինի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ սիրելի ռադիոլսողներ եւ եթերի նախորդ ընթացքում ասացինք, որ թեթև պատմական ակնարկ կանենք ու կպտտենք միասին պատմության անիվը եւ կփորձենք որոշակի վերլուծություններ անել, բայց դա մենք չենք անի, այլ կանի մասնագետը։ Մենք սիրով կզրուցենք այսօր պատմաբան լրագրող Միքայել Յալանուզյանի հետ, նաեւ մեր սիրելի գործընկեր Միքայել Յալանուզյան։ Բարի լույս եւ շնորհավոր։ Բարի լույս Միքայել։ Բարև ձեզ, շնորհավոր բոլորիս տոնը, հանրապետության տոնը իմ կյանքում իմ համար մեր երկրի ամենալավ տոներից մեկն է, ես շատ սիրում եմ։ Եթե օրվա խորհրդին անդրադառնանք, քեզ համար ինչ խորհուրդ ունի այսօր։ Եվ կուզեի քո բառերով, քո մտքերով ձևակերպեիր անկախության տոնը մեր, զուտ այն առումով, որ մենք ունենք այսպես պրոտոկոլային տեքստեր, հա, որպես կանոն ստանում ենք, այ դու ինչպես ես դա զգում։ Ես գնահատում եմ դա որպես մեր երկրի, մեր ժողովրդի պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը, ինչպես հայտնի է, առաջին հանրապետությունը ստեղծվեց 1918 թվականի մայիսին եւ դրանից առաջ հայ ժողովուրդը մի քանի 100-ամյակ չուներ, ընդհանրապես չուներ պետականություն եւ շատ դրան նախորդող դարաշրջաններում մշտապես կարծես թե իր մեջ պահել էր այդ ձգտումը, այդ ցանկությունը վերականգնել պետականությունը, ունել անկախ պետականություն, ինչը եւ տեղի ունեցավ 1918 թվականին։ Իհարկե պետականությունը ընթացավ, պետականության հաստատումը տեղի ունեցավ շատ չափազանց ծանր եւ չափազանց բարդ ժամանակաշրջանում, ինչի հետևանքով էլ առաջին հանրապետությունը չկարողացավ ավելի երկար կյանք ունենալ, ամենը 2.5 տարի, բայց քաղաքական եւ պատմական առումով շատ հագեցած եւ շատ դժվարին, միաժամանակ նաեւ հերոսական, մենք այդ բառից չպետք է խուսափենք ու հպարտության տեղ տվող իրադարձություններ իմ գնահատմամբ ես այդպես եմ տեսնում դա։ Հետաքրքիր է, որպես լրագրող երբ այսպես թերթում եք պատմության էջերը, այլ ոչ թե որպես պատմաբան, հա, որովհետև դրանք տարբեր դիտարկումներ են, եւ հետո մեզ ներկայացնում ամբողջական վերլուծություն, ըստ ձեր լրագրողական հետաքննությունների, այսպես ասենք, կուզեին որպես լրագրող խոսեիր այդ մասին, որովհետև առհասարակ պատմական էջերը թերթելուց հետաքրքիր վերլուծությունների ես եմ հանդիպել ու իրականում, եթե անկեղծ ասեմ, շատ բացահայտումներ եմ արել, նաեւ ձեր հոդվածների շնորհիվ։ Ընդհանրապես, գիտեք, պատմաբանի եւ լրագրողի աշխատանքները, մասնագիտությունները, խոսքը իհարկե իրական լրագրողների մասին է, բավականին մոտ են իրար, որովհետեւ երկուսն էլ պետք է առաջնորդվեն եւ բարեխիղճ գիտնականները եւ լրագրողները առաջնորդվում են փաստական սկզբունքներով։ Եթե հենվում է հետազոտությունը, ընդհանրապես ցանկացած աշխատանք հենված է փաստերի վրա, այնտեղ կարող են լինել փաստերի տարբեր մեկնաբանություններ, բայց կարևորը որ հենված լինի հենց այդ փաստի վրա։ Այս առումով իհարկե դա չափազանց հետաքրքիր էր իմ համար, այդ հանրապետություն նախագիծը, որը մենք արեցինք, ես արել եմ մեծագույն հետաքրքրությամբ եւ հոգեվորվածությամբ ես կասեի, տեսնում եի այդ ընթացքում հոգեվորվածությունը։ Եվ այդ ընթացքում իմ համար երևի թե ամենակարևոր դրվագներից են հայկական մամուլները շրջանի, որը պարունակում է շատ չափազանց շատ եւ շատ հետաքրքիր վերլուծություններ, ոչ միայն մեր մասին, տեղի ունեցող դեպքերի իրադարձություններ, այլ նաեւ համաշխարհային իրադարձությունների, եթե մենք ժամանակ ունենք, կարող եմ հետաքրքիր օրինակ բերել 1919 թվականին մայիս ամսին, եթե ճիշտ եմ հիշում, հայկական թերթերից մեկը խմբագրականում հենց անդրադառնում է Փարիզի բանակցություններին, որտեղ նշում է, որ Գերմանիայի արչև հաշտության պայմանագրով այնպիսի ծանր պայմաններ են դրվել հաղթող երկրները, այնպես են ջախջախել Գերմանիային եւ այնպիսի նվաստացուցիչ պայմաններ են պարտադրել, որ դա ավելի շուտ կարող է առաջացնել, մեծ հավանականությամբ կարող է առաջացնել ռևանշի տրամադրությունների, ինչը որ մենք հետագայում ընդամենը 1.5-2 տասնամյակ հետո մենք տեսանք, որ տեղի ունեցավ հենց Գերմանիայում։ Այսինքն մեր մամուլը, հայկական մամուլը շատ այսպես բազմաշերտ էր եւ շատ հետաքրքիր տվյալներ կան։ Ընդհանրապես
այդ ժամանակաշրջանը ուսումնասիրելու համար կարծում եմ մամուլի ուսումնասիրությունը գրեթե պարտադիր է, որովհետև կարևորագույն մեխերից է։ Շատ նրբություններ են բացահայտվում, շատ դրվագներ ես դու նկատում, որտեղ մամուլը ընդհանրապես մեդիան հայելին է, կենթանի օրգանիզմ է, ավելի զգայուն է իրադարձությունների նկատմամբ։ Մամուլը թերթելիս, պրպտելիս, ուսումնասիրելիս ինչ բացահայտումներ է կարել, որովհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ է փոխվում, նաև փոխվում են իհարկե լրատվության, այսպես ներկայացնելու ոճերը, ամեն ինչ է փոխվում, այս պարագայում եթե հետ ենք գնում, ապա ինչ բացահայտումներ է կարել, կամ զարմացրել է։ Այդպես ինչ որ աշխարհացունց բացահայտումներ դժվար թե կարողանամ հիմա նշել, կարծում եմ, որ մեր գիտնականները, հատկապես վերջին պատմաբանները, մեր վերջին 30-35 տարում բավականին մեծ ծավալի բովանդակություն, գրքեր, հոդվածներ, հետազոտություններ են արել առաջին հանրապետության մասին, բայց ինձ ուշադրությունը գրավեց մի հանգամանք, որ առաջին հանրապետությունը այդ 2.5 տարվա ընթացքում իթիվս այլ խնդիրների, անվտանգային, պատերազմ, սով, չգիտեմ, ենթակառուցվածքների եւ այլն ուներ նաեւ տեղեկատվության խնդիր։ Քանի որ այն ժամանակ տեղեկությունները հիմնականում հաղորդվում էին հեռագրերով, սուրհանդակներով, այսպես ասած։ Իսկ հեռագրային այդ համակարգը կայանները այսօրվա Հայաստանի տարածքում շատ թույլ էին, դեռ ցարական Ռուսաստանի շրջանում հիմնական ուշադրությունը Բաքվում էր եւ տեխնոլոգիական դա եւ Թիֆլիսում տեղեկությունները շատ ուշ էին հասնում մեր մոտ։ Օրինակ նայում ես մայիսի պայմանական 20-ի ինչ որ մի թերթ եւ այնտեղ տրվում է որպես վերջին լուր իրադարձություն, որը տեղի ունեցել, ասենք ապրիլի վերջին կամ մայիսի առաջին օրերին։ Եվ հետագայում էլ արդեն նկատեցի, որ այդ խնդիրը ունենում էր նաև քաղաքական հետևանքներ, ռազմական անվտանգային հետևանքներ, որովհետև հաճախ իրադարձություններ, օրինակ Ռուսաստանում ինչ է կատարվում, ինչ դեպքեր են, մենք իմանում էինք, մեր մոտ իմանում էին բավականին ուշ։ Օրինակ նույնիսկ դրվագ կա, որ Մոսկվայի հետ մենք ուղիղ հեռագրական կապ չունեինք, դրա համար հեռագրում էին Թբիլիսի եւ այնտեղ մեր դիվանագիտական ներկայացուցիչը Թիֆլիսից հեռագրում էր այդքան ճանապարհ էր անցնում։ Հա, հեռագրային այդ համակարգը սա ունենում էր նաեւ իմ տպավորությամբ նաեւ ինչ որ բացասական հետևանքներ, որովհետեւ process-ները այդ երկու տարում թե Անդրկովկասում, Հայաստանում, թե Ռուսաստանում շատ արագ էին զարգանում եւ դա երբեմն ինձ թվում է մի քիչ խանգարում էր պատկերացնելու թե ինչը տեղի ունենում այս համատեքստում այ առաջին հանրապետության վերաբերող տեղեկատվությունը թեման ամբողջական, հա, այսպես տարբերակով ուսումնասիրված է թե ոչ։ Կարծում եմ շատ բան է ուսումնասիրված, բայց այստեղ մի փոքրիկ առանձնահատկություն կա, ինչ է նշանակում ուսումնասիրել։ Ուսումնասիրել նշանակում է հարցեր տալ եւ փնտրել այդ հարցերի պատասխանները։ Ունենք այդ պատասխանները։ Շատ հարցերի պատասխաններ ունենք, շատ հարցեր դեռ ընթանում են եւ այստեղ մի կարեւոր բան էլ կուզենայի նշել, մենք հարցերը տալիս ենք այսօրվա մեր պատկերացումներով, այսօրվա մեր իրականությունից ելնելով, հետեւաբար ժամանակի ընթացքում փոխվում են նաեւ մեր հարցերը, այսինքն մենք կարող ենք այնպիսի հարցեր այսօր առաջադրել, որոնք մեզ այսօրվա նաև միջավայրում են, այո, հետաքրքրում ու այդ հարցերը դեռ ուսումնասիրված չլինեն, այո, իհարկե։ Ընկալումների մասին անպայման կխոսենք, ես եւս մեկ խնդրի եմ ուզում անդրադառնալ՝ պատմություն, լրագրություն եւ PR։ Մենք հաճախ տեսնում ենք, թե որքան հմտորեն տարատեսակ այսպես գործիքների միջոցով կարող են պատմական փաստեր խեղաթյուրվել։ Այս պարագայում փաստացի, եթե մենք դիտարկում ենք փաստեր, մենք գիտենք, որ իրականությունը ինչ է, բայց այլ երկրում մենք տեսնում ենք, թե այդ իրականությունը ինչպես է ներկայացվում որպես այլ իրականություն։ Նաև շատ հաճախ կասկածի տակ են դրվում այդ փաստերը։ Փաստերը դրվում են կասկածի տակ, մենք գիտենք ինչպես է դա աշխատում, բայց այստեղ փաստորեն մարքեթինգային որոշակի քայլեր են ձեռնարկվում, այսինքն եւս երրորդ ինչ որ կետ ներխուժել է այդ հատված եւ դրա հետևանքով կարող են լինել պատմական փաստերի խեղաթյուրում։ Այո, իհարկե կարող են լինել, ինչ վերաբերում է կասկածի տակ դնելուն, ապա կասկածելը լավ հատկություն է ընդհանրապես։ Առողջ կասկածը։ Այո, երբ որ պատմական փաստը մենք ունենք,
եւ կա ինչ-որ կասկած, դա նշանակում է, որ մենք այդտեղ ուսումնասիրելու, համադրելու, ճշտելու, նոր տեղեկություններ գտնելու, փնտրելու, ստուգելու, վերահաստատելու կարիք ունենք, դրա անհրաժեշտությունը կա։ Թերևս այդ կասկածը կձևակերպեի, կընդհանրացնեի նաև այսպես քննական կամ քննադատական, ինչպես ասում են, մոտեցման տրամաբանության մեջ, փաստերը միշտ պետք է ստուգել։ Ընդ որում էական չի այդ փաստերը տեղի ունեցել 3 առաջ օրը, թե ասենք բայց ոչ խմբագրել պատմությունը դա էլ ասա։ Որովհետև իրենց է հարմար։ Խմբագրելը գիտեք ոնց խմբագրելը, եթե մենք փաստերն ու մեկնաբանությունները տարբերում ենք հստակ, հասկանում ենք, սա փաստն է, մեկնաբանությունը, օրինակ իմ կարծիքը, իմ մեկնաբանությունը սա է, մեկ ուրիշի մեկնաբանությունը ուրիշ է։ Բայց հենված է փաստերի վրա, ինչպես արդեն նշեցի, սա լավ բան է, վատ բան չէ, կարելի է, դա նպաստում է այս մտքերի բախմանը, բանավեճին, իսկ ճշմարտությունը փնտրել գտնելու ընթացքը առանց բանավեճի եւ առանց բախումի չի կարող լինել։ Իսկ փաստերը ընդհանրապես բոլոր պատմաբանները, անկախ նրանից այդ թվում նաև լավ լրագրողները, պարտավոր են ստուգել եւ ստուգում են անկախ նրանից, թե դա որ ժամանակաշրջանին է վերաբերում։ Դրա համար կան մեթոդներ, դրա համար կան հիմա վստահ եմ կան նաև տեխնիկական գործիքներ, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել։ Բայց արդյոք ձեռնտու է պատմական իրական փաստերը հանել ջրի երես։ Այս բարակայում էլ եթե դիտարկում ենք շատ ընդհանուր եմ խոսում այդ մասին, բայց մենք գիտենք, որ այդ խնդիրը կա։ Դա թերևս ես այսպես եմ հասկանում եմ խնդիրը, հասկանում եմ ինչ նկատի ունեք, գիտեք դա կարծում եմ կախված է հասարակություններից։ Կան հասարակություններ, որոնք պատմության այսպես ոչ շատ հականջահաճո իրադարձություններին վերաբերում են ուրիշ կերպ, ավելի ազատ են, ավելի համարձակ են, ավելի adekvat են, օրինակ Միացյալ Նահանգները, եթե այսօր նայում ենք, իրենք անդրադառնում են իրենց պատմության նույնիսկ ամենամռայլ էջերին, որը գուցե ինչ-որ մի ժամանակաշրջան չեն էլ խոսել դրա մասին։ Նրանք խոսում են եւ քրեական միջավայրի, եթե նայենք օրինակ նույն այդ մաֆիայի մասին, ինչքան բովանդակություն քրեական աշխարհի մասին, որովհետեւ դա ունեցել է մեծ ազդեցություն իրենց երկրի տնտեսության, հասարակական հարաբերությունների ամեն ինչի, քաղաքական ընթացքի ընտրությունների վրա, իրանք այսօր անկեղծորեն խոսում են դրա մասին, չեն խուսափում եւ բազմաթիվ ուրիշ դեպքեր։ Կան հասարակություններ, որոնք մի քիչ ավելի զգայուն են այդ հարցում, իմ տպավորությամբ թերևս փոքր ժողովուրդները ավելի փոքր երկրներն ավելի զգայուն են, ինչ որ բաներ, նաև ինձ թվում է մեր պատկերացումների հարցն էլ կա, մենք պատմությունը չգիտես ինչու պատկերացնում ենք, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, սպիտակ ձեռնոցներով եւ ամեն ինչ, հա, մեր օգտին է, եւ ամեն ինչ մեր օգտին է։ Շատ հաճախ այ հենց մենք փորձում ենք, հա, հասկանալ, որ դա եղել է պատմությունը այնպես ինչպես մեզ է այս բան ձեռնտու, բայց արդյոք այ դրսում օտարները նույն այդ պատմական փաստին նույն կերպ են նայում, ինչպես եւ մենք։ Այդ խնդիրը կա։ Երրորդ աչքի հարցն է։ Եվ այստեղ կարող է հարց առաջանալ, թե լավ, բա սրա լուծումը որն է։ Սրա լուծումը այնց այդ գիտական բանավեճն է, մասնագիտական բանավեճը, ոչ թե ինչ որ Facebook-յան, ինչ որ անլուրջ, որը հաճախ վերածվում է կոնֆլիկտի վիրավորանքի բանի, ինչն էլ ինչ որ չափով ստիպում է, որ մասնագետները խուսափեն այդ սոցցանցային քննարկումներից, եթե այդ բանավեճը, այդ բախումը տեղի ունենում մասնագիտական շրջանակներում, դրա վերաբերյալ գրվում են գիտական հոդվածներ, դա անցնում է գրախոսություններ, ինչ որ ընթացակարգ եւ այլն, կա այդ կոնֆլիկտը, հա, մասնագիտական բախումը, դա իհարկե լավ է եւ դա նպաստում է, որ եւ գիտությունը զարգանա եւ մենք ավելի շատ մոտենանք անցյալի դեպքերին, անցյալի իրականությանը եւ փորձեն գտնել ճշմարտությունը։ Կոնֆլիկտը հանգուցալուծելու ճանապարհներից մեկը երևի թե արխիվների հետ աշխատելն է, այ համաշխարհային պահոցներում այդ պահվող նյութը կարող է մեզ գալ օգնության։ Ես անկեղծոր ասեմ, կարծում եմ մասնագետներն անում են, ովքեր որ զբաղվում են գիտությամբ, ես արտասահմանյան արխիվներից շատ չեմ օգտվել եմ միայն այն նյութերից, որոնք եղել են on-line, օրինակ ռուսական արխիվներին, բայց դա առաջին հանրապետության շրջանին չէր վերաբերում, ավելի շատ 20-21 թվականից հետո խորհրդայինին, իրենք մեծ թվով 2000-ականներին տպագրեցին տասնյակ գրքեր, որոնք հիմա համացանցում կան,
որոնման համակարգերով ամեն ինչով շատ եւ այնտեղ հասանելի են։ Իհարկե, եւ այնտեղ շատ հետաքրքիր նաեւ իմ համար հետաքրքիր տեղեկություններ կան նաեւ խորհրդային Հայաստանի մասին։ Օրինակ, բայց իհարկե արտասահմանյան աղբյուրներ, ինչքան աղբյուրները շատ են, ինչքան աղբյուրները բազմակողմանի են, այնքան ցանկացած հետազոտություն լինում է ավելի ծանրակշիռ, փաստարկված համադրելու լիքը բաներ կան այս պարագայում եւ կարողանում ես ճիշտ վերլուծություն կատարել, երբ ունես տարբեր, այսպես աղբյուրներ։ Եթե նույնիսկ համադրելու չէ, բայց դու այնուամենայնիվ ցանկալի է իմանալ գոնե թե այդ մյուս աղբյուրը այս դեպքի մասին ինչ է գրել։ Գրել է թե չի գրել, անդրադարձ կա թե չկա։ Այդ անդրադարձը քո պատկերացումներին, քո աշխատանքին անհրաժեշտ է, անհրաժեշտ չի, ոնց են տեսնում եւ այլն։ Ընդմիջենք մեր զրույցը կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Փոքր լոկալ Դու արևի լույսի աշխարհ, դու իմ քաղցրիկ երազանցար, ես քո մանուկ ու ծեր գրքում քեզ եմ երգում, իմ Հայաստան, քո լեռներին ու լանջերին, քո խնկաբույր երկինքներին, քո ծաղկավար քարոտ կրծքին երգեր ասել Երկիր հայոց, մայր Հայաստան Հազար կարոտ, հազար հույզեր, հազար լույսեր քեզ նվիրեմ Քո խենթողի գարնան կանչով ծաղկեմ նորից Հայաստան, քո սուրբ հողին ծաղկունք բերեմ, իմ կարոտած սիրտը կերեմ, թող խենթանամ, թող վարարեմ ու երգ դառնամ, քեզ Հայաստան, դու ժայռահամ երկիր հող, ես թևավոր կռունկ ու հով, քո կարոտի Հայաստան, դու ժայռահամ երկիր հող, ես թևավոր կռունկ ու հով, քո կարոտի հրով արվեմ ու ոտք դառնամ իմ Հայաստան, քեզ շշնջամ աղոտ քանձայն, քո տակ գրկում արել դառնամ, դու իմ բարձրիկ, իմ նայիրան, երկիր հայոց Հայաստան
Արձիկ իմ նայիրան երկիր հայոց Մայր Սուրճ ու սեր առավոտից 10:32 րոպե շարունակում ենք աշխատել հանրայինի ուղիղ եթերում Եվ շարունակում ենք զրուցել պատմաբան լրագրող մեր շատ երելի գործընկեր Միքայել Յալանուզյանի հետ մենք նաև կուզեի խոսեինք օրվա խորհրդի մասին մենք շատ ենք լսում որ ասում են մարդիկ չեն ընկալում այնպես ինչպես պիտի ընկալվի հա օրվա խորհուրդը եւ հատկապես սերունդների մասով եթե դիտարկենք միշտ ասում ենք թե սերունդը հետաքրքրված չէ ընկալումներն են այլ ձեր դիտարկումը որպես լրագրող եւ պատմաբան Սերունդների մասին ես երբ որ շատ երիտասարդ էի նոր էի ընդունվել համալսարան մեր համար էլ էին ասում հանրապես ավակ սերունդը երիտասարդ սերունդներից դժգոհելու հակվածություն ունի, բայց դա էլ չարությունից չէ, պարզապես մեծերը ուզում են, որ երիտասարդ սերունդը, իրենց փոքր սերունդը, ինչպես մենք ուզում ենք, որ մեր երեխաները լինեն ավելի լավը, քան մենք, իրենք լինեն ավելի հաջողակ, ավելի ուժեղ բոլոր առումներով, քան մենք, այնպես որ սերունդների հարցը դնենք այսպես։ Օրվա խորհուրդը, ինչպես նշեցի, իմ համար ինքը ունի այդ խորհուրդը կարծում եմ, որ մեր հասարակության համար էլ այդ խորհուրդը կա, գուցե ինչ-որ մեկի մոտ կամ ինչ-որ հասարակության ինչ-որ խմբերի մոտ դա լինի մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ընդհանրապես թե պետության, թե այսպես մտավորական հասարակության, հասարակության ինտելեկտուալ մասի գործն է, այսպես ասենք, նրանք պետք է փորձեն խորհուրդները միշտ պահպանել, որովհետև դա շատ կարևոր է հասարակության համար։ Պատմությունը, անցյալը դրանք միայն ինչ-որ պատումներ եւ իրադարձություններ չեն, դրանք ունեն ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ներկայի վրա եւ այս ներկան էլ բնականաբար ձգվում է դեպի անցյալ, դեպի ապագա, այնպես որ անցյալը եւ ապագայի կապը չեմ խոսում էլ ներկայի, բարձր դրանք կա։ Այնպես որ այդ խորհուրդը պետք է պահել եւ կարծում եմ որ մեր երկրում պահվում է։ Գուցե այստեղ խնդիրը նաեւ հետեւյալն է թե խորհուրդը պահելը մենք ոնց ենք պատկերացնում, եթե նկատի մեր համար ինչ խորությամբ երևի կամ խորությամբ կամ ծավալով, եթե պատկերացնում ենք տոնակատարությունների նշելու մասշտաբներով, դա այլ հարց է։ Եթե պատկերացնում ենք թե մենք ինչ ենք խաղել, ինչ ենք հասկացել եւ որքանով ենք մենք տեղյակ եւ որքանով ենք մենք կարողանում ինչ-որ համեմատություններ անել պատմական մեր փորձից, դա այլ հարց է։ Պատմությունից դասեր քաղել արտահայտությունն խոսենք։ Դրա դասական պատասխանը հետեւյալն է, դա կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, հենց պատմաբաններն են տվել, ինչ որ խելացի մի մարդ ասել է, որ պատմության ամենամեծ դասն այն է, որ ոչ ոք ոչինչ չի սովորում պատմությունից։ Պատմությունը դրա համար չի թերևս մտածել, որ այն ինչ որ տեղի է ունեցել անցյալում նույնությամբ տեղի է ունենալու ինչ որ մի ժամանակ այ կրկնվելու հատկություն ունի այս արտահայտությունն էլ կա պատմությունը երբեք չի կրկնվել եւ չի կարող կրկնվել որովհետեւ մարդկային հասարակությունը ինքն էլ փոխվում է բայց կարող են լինել գործընթացներ ստեղ ուրիշ բան է կարեւոր որոնք ունենում են երկար ազդեցություն ունենում են երկար ընթացք այս առումով սա բոլորովին ուրիշ է կան կրկնվելը Ես օրինակ կարծում եմ, որ շատ եւ շատ իրադարձություններ մեր տարածաշրջանում սկսվել են ավելի շուտ, այդ թվում ինչ որ process-ներ առաջին հանրապետության շրջանում, որոնք շարունակվում են, ընթացքում ձևափոխվել են, նոր իրավիճակում, նոր քաղաքական, տնտեսական, չգիտեմ, սոցիալական իրողություններից ելնելով նոր դրսևորումներ են ստացել։ Անցյալը չի նշանակում, որ ինչ որ ժամանակային փուլում նույնությամբ կրկնվելու է։ Ուղղակի գործընթացներն են բերում դրան, գործընթացները լինում են նման։ Մեծ առումով դա բնական է։ Օրինակ, եթե մենք նայում ենք առաջին հանրապետության պատմությունը, փորձում ենք զուգահեռներ տանել օրինակ մեր վերջին 30 տարվա կամ մեր այսօրվա պատմության հետ, բնականաբար որոշ հարցերում նմանություններ կան։ Եվ դա հասկանալի է, դա ինչ որ խորհրդավոր բան չկա այդտեղ նույն տարածաշրջանը այնպես չի ասում, հա, պատմությունը կրկնվում է։
Լավ, կրկնվելու հատկություն։ Նմանությունը կրկնությունը տարբեր է։ Այո, ուղղակի մենք ենք այդ տարբերությունը դնում, բայց այդ իմաստային առումով։ Բայց տեսեք, նույն տարածաշրջանն է, նույն երկրներն են, նույն ժողովուրդներն են, խնդիրները, հակասությունները մի մասը լուծվել է, մի մասը չի լուծվել, մեկի հետ լուծվել է, մյուսի հետ չի լուծվել։ Առաջին հանրապետության շրջանում մենք ունեինք հակասություն, օրինակ Վրաստանի հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, հիմա Վրաստանի հետ չունենք հակասությունները, բայց այն մյուս երկու երկրների հետ ունենք։ Առաջին հանրապետության շրջանում կար այստեղ եւ ռուսական ազդեցությունը, նաեւ ռուսական ազդեցության այդ բացակայության շրջանը, կար արևմտյան ազդեցությունը իր ամբողջ փնջով եւ ամերիկյան, եւ ֆրանսիական, եւ բրիտանական, հիմա էլ ենք մենք տեսնում առաջին հանրապետության շրջանում կար այդ մեծ պետությունների շահերի բախումը մեր տարածաշրջանում եւ հենց Հայաստանում հիմա էլ ենք մենք դա տեսնում այսինքն քիչ էր ավելի քիչ էր օրինակ Իրանի քաղաքական կշիռը առաջին հանրապետության շրջանում բայց հիմա այդ կշիռը մի քիչ ավելի շատ է այսինքն ռեգիոնը չի փոխվում ինչպես ասում են աշխարհագրությունը չի փոխվում հետեւաբար այդ որ ասում են կրկնվում է ավելի շուտ դրանով է պայմանավորված որ նման են դեպքերը իրար զուտ հարաբերությունների կարգավորումներ ու փոփոխություններ եթե շատ առօրյական ասենք այո ինչ որ դրվագներ փոխվում են բնականաբար բայց նաև լինում են նմանություններ դա ժողովուրդն էլ դա այդպես է անցալում ասում է վերնագրում է կրկնվեց այստեղ ինձ մի հարց է հետաքրքրում ինչպես սերունդներին ներկայացնել այդ ամենը դուք ասացիք ընտրում ենք տարբերակներ միջոցառումներ եւ այլն այս սերնդի հետաքրքրությունները հաշվի առնելով, հա, որովհետև սերունդը կտրուկ տարբերվում է մեր ձեր սերնդից եւ այս պարագայում նրանց մեթոդաբանությունը ընկալումներն են մի քիչ այլ փոխվում, ինչպես հետաքրքրացնել եւ ինչպես բերել նրան, որ իրենք հաճույքով տեղեկանան այս ամենի մասին։ Սերունդը կրթելու ամենա դարերով գուցե հազարամյակներով եկող ամենակարևոր եւ արդյունավետ օղակը դա առաջինը ընտանիքն է, երկրորդը դպրոցը։ Դպրոց, այո, դպրոց, միանշանակ։ Այստեղ էլ մենք ինչ որ խնդիրներ ունենք, մի քիչ շատ ենք շեղվում երևի, բայց ամեն դեպքում այստեղ հարց է գալիս որն է դպրոցի գործառույթը։ Դպրոցը պետք է ունի դաստիարակչական գործառույթ քաղաքացի պատրաստելու, թե ունի միայն գիտելիք հաղորդելու, թե երկուսը մեկտեղ, թե դա ինչպես պետք է արվի։ Դրա համար եթե մենք նայենք մեր վերջին 35 տարվա պատմության ընթացքում մենք ամենաշատ փոփոխությունները եւ բարեփոխումները եւ ամեն ինչը անընդհատ անում ենք կրթական համակարգում դա ամենաշատ փոփոխությունների ենթարկված համակարգն է ինչքան ես եմ հիշում ամեն դեպքում սրանք են սերունդին ներկայացնելը ես չեմ կարծում որ սերունդը ավելի շատ է կարդում կամ ավելի քիչ է կարդում օրինակ նման հետազոտություն ես չունեմ ձեռքի տակ նման պնդում անել չեմ կարող փոխվել են տեխնիկական միջոցներ։ Այդ մտածողությունը ընկալում է։ Հետևաբար տեխնիկական միջոցների փոփոխությունն էլ ինչ որ տենց ցավագին պետք չի ընդունել, ինչ որ դրամատիկ ոչ մի բան չկա։ Ժամանակի հրամայական։ Ուղղակի պետք է այն գիտելիքը, որը փոխանցվում է կամ այն դաստիարակչական մոդելները, որոնք փոխանցում ենք նոր սերնդին, երեխաներին, պետք է համապատասխանեցնել տեխնիկական տվյալ պահին եղած։ Հա ինչ որ մի ժամանակ, ասենք, չգիտեմ լինգաֆոնային կաբինետներ կային, եթե կհիշեք դպրոցներում օտար լեզուներ սովորելու համար, հիմա դրա կարիքը իհարկե չկա, այդ համակարգչային երաթախտակն հիմա այդ, այսինքն, բայց դրանից առաջ էլ այդ լինգաֆոններ նորություն եւ հիացած ասում էին, այ Երևանում 4 դպրոց կա, որտեղ կա այդ համակարգը։ Այսինքն, այս տեխնիկական փոփոխությունները պետք չի դրամատիկացնել, դրանք այդքան մեծ ազդեցություն չեն ունենում իմ տպավորությունում գործիքը փոխվել է բովանդակությունն է կարևոր ժամանակի հետ է փոխվել այդ գործիքը այ որ բովանդակությունը ունենանք կարողանանք բովանդակությունը ստեղծել այս է կարևորը հետազոտությունը բանը ամեն ինչը հիմքերը մատուցման ձևը կգտնենք մատուցման ձևը համեմատաբար ավելի հեշտ կլինի ինչ անել որպեսզի տոները հանկարծ չկրեն զուտ ձևական բնույթ այսինքն զուտ չգնան տոնակատարությունը եւ վերջ ու չիմանան այդ ամենի հիմքում ինչն է Էլի մի քիչ բարդ բան եք հարցնում։ Գիտեք, մենք կարծում ենք, մենք իմ տպավորությամբ մենք այստեղ բան ունենք, որ մտածում ենք, որ եթե մեր հասարակությունը բոլորը հայ են կամ մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիների հայ են, բոլորը ապրում են Հայաստանում, խոսում են հայերեն, ուրեմն իրանք ունեն ինչ որ բոլոր հարցերում պետք է իրար նման լինեն։ Հասարակությունը չափազանց բազմաշերտ է։
մեր եւ աշխարհի բոլոր երկրներում։ Ոմանց համար այդ տոնը կարող է ընդհանրապես որևէ խորհուրդ եւ նշանակություն չունենալ եւ լինել այսպես օրինակ, այ ինչ լավ է, այսօր աշխատանքային օր չի, դա է իր առավելությունը։ Մյուսը անտեղյակ է, երրորդի համար կարող է խորհուրդ ունի, բայց ինքը չի ցույց տալիս, չի խոսում, ինքը իր մեջ այդպես է ընկալում, ինքը իր մտքերով օրինակ։ Չորրորդը կարող է տոնը օգտագործելով այդ ինչ որ գնում է ինչ-որ միջոցառումների բան։ Այսինքն հասարակությունը բազմաշերտ է եւ ակնկալել, որ բոլոր մարդիկ, մեր հասարակության բոլոր խմբերն ու սոցիալական շերտերը միանման են լինելու, բոլորը այսօր տոնական են լինելու, այդպես չի եղել երբևէ, նույնիսկ խորհրդային շրջանում, որտեղ գաղափարախոսությունը շատ ուժեղ այսպես հիմքերով դրված էր, խորհրդային տոներին այդպես ռոպագանդան խորհրդային տոներին այդպես չէին վերաբերվում։ Ձեր շնորհավորանքը օրվա հետ կապված։ Ես շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին եւ ուզում եմ ասել, որ հանրապետության տոնը մեր համար շատ կարեւոր տոն է, շատ գեղեցիկ տոն է, այդտեղ իհարկե կա նաեւ որոշակի զգացմունքային հուզականություն, կա նաև հերոսականություն, դրանից պետք չի խուսափել, դրանից պետք չի մտահոգել 107 տարի առաջ մեր նախնիները արել են շատ դժվար քայլ, ընդունել են շատ դժվար որոշում եւ ինչքան կարողացել են կառուցել են առաջին հանրապետությունը։ Ինչքան ռեսուրս եւ բոլոր առումներով կարողություն ունեցել է մեր ժողովուրդը, այդքանով այդ մարդիկ ստեղծել են դա։ Այսօր քննադատել, ասել, որ այնտեղ են սխալներ, իհարկե սխալներ կային, բայց 107 տարվա հեռվից սխալներից խոսելը շատ հեշտ է եւ բայց արդարացիչ։ Կողքից նայելը միշտ հեշտ է ավելի իրական։ Մանավանդ երբ որ դու բոլոր որոշումների հետևանքները գիտես, արդեն իսկ այդ մարդիկ չէին տեսնում։ Շնորհակալ ենք։ Անչափ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնենք մեր ռադիոլսողներին, որ մեր զրուցակիցներ պատմաբան լրագրող, մեր շատ սիրելի գործընկեր Միքայել Յալանուզյանը։ Իսկ մենք շարունակենք երաժշտական դատարից հետո։ Աշխարհում տարածված քո զավակներին փայփայիր օրնման գիրկը կանչիր Հայաստան իմ անուշ արևոտ երկիր դու ծաղկիր շենացիր ու մի զորացիր աշխարհում տարածված քո զավակներին փայփայիր օրնման գիրկը կանչիր ուրել որ մենք գնանք ուրել որ լինենք անունդ պատիվդ բարձր կբախենք քո փառքու պատիվն է ամեն մի հայի Հայը փառքի համար կյանքի խնայի Հայաստան իմ անուշ երկիրն այրյան արևոտ հայրենիք մայրարարածյան ծաղկել ես ու դարձել շքեղ Պուրաստան ողջ աշխարհում չկա երկիր քեզ նման Հայաստան իմ անուշ երկիրն այրյան արևոտ հայրենիք մայրարարածյան ծաղկել ես ու դարձել շքեղ Պուրաստան ողջ աշխարհում չկա երկիր քեզ Անթիվ դարերի պատմություն ունես Հայասկի ավետյաց շքեղ երկիր ես Սարերով, ծորերով, պետք ու բարիքով Երկրում տեղ գտած դրախտը դու ես Դու անթիվ դարերի պատմություն ունես Հայասկի ավետյաց շքեղ երկիր ես Սարերով, ծորերով, պետք ու բարիքով Երկրում տեղ գտած դրախտը դու ես Ուրել որ մենք գնանք, ուրել որ Շքեղ
Սուրճ ու սեր առավոտից։ 19:48 կրկին ասում ենք տոնդ շնորհավոր Հայաստան։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ սիրելի ռադիոլսողներ, տարբեր մարզերում տարբեր միջոցառումներ կան։ Ես նաև որքան տեղյակ եմ, պաշտոնական չի իմ տեղեկությունը, դրա համար այսպես մի քիչ ապարանում էլ կլինեն բազմաթիվ միջոցառումներ, դուք կտրեք։ Գյումրին հաստատ է, այո։ Այնպես որ փորձեք ճիշտ պլանավորել ձեր օրը, փորձեք դառնալ այդ տոնի կարևոր մի մասնիկը եւ արդեն կողմնորոշվեք, թե ուր պիտի գնաք։ Դե իսկ այս պահին անհրաժեշտ տեղեկատվություն մեկնողների եւ դիմավորողների համար։ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ունենք ժամանումների ցուցակում 2 ուշացում, Հռոմից եկող օդանավը մի փոքր կուշանա 12:05-ի փոխարեն վայրեջ կկատարի 12:21-ին։ Կուշանա նաև Մոսկվայից եկող օդանավը 12:55-ի փոխարեն կարող եք դիմավորել 15:35-ին։ Մեկնումների չվացուցակում ունենք 1 ուշացում, որի մասին եւս կտեղեկացնեմ։ Մոսկվա թռչող օդանավը 13:55-ի փոխարեն կթռչի 16:35-ին, այսպիսի թարմացված տվյալներ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքից։ Արդեն տեղեկացեք նաև կարևոր տեղեկություն, ինձ հետաքրքիր է, այսօր կցանում չկա, չէ՞, մայրաքաղաքում կարող ենք այդպես ասել։ Դե եթե այսօր լիներ էլի ինչ, բայց դե արի տեսնենք թե ցանումների բալային սանդղակը որքան է Տիգրան, խնդրում եմ փնտրիր եւ ես վստահ եմ, փորձեմ գուշակել, երևի թե 4 կամ 3 կլինի։ Ահա 2 բալ, դու տես, կանաչ է այսօր։ Իսկ ինձ թվում է մեր քաղաքացիները ուղղակի որոշել են այս տոնական օրով մեկնել որևէ մեր գեղատեսիլ մարզ եւ օրն անցկացնել այնտեղ, դրա համար էլ մեքենաների բեռնաթափում է տեղի ունեցել փաստացի։ Տոնական ոչ աշխատանք։ Որտեղ էլ որ լինեք, հարգելի ռադիոլսողներ, ձեզ մաղթում ենք ջերմ տրամադրություն, հաճելի հույզեր, որովհետեւ օրը մեզ համար շատ կարեւոր ու տոնական է։ Մենք ձեզ ջերմություն ենք մաղթում, անկախ եղանակից։ 22 աստիճան է այս պահին մայրաքաղաք Երևանում, եթե այո, որոշել եք գնալ քաղաքից դուրս, ապա ունեցեք ձեզ հետ լավ կլինի անձրևանոց, որովհետև խոստանում են մայիսի 28-ի, նաև 30-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաև կարկուտ հնարավոր է։ Եվ չմոռանաք ձեզ հետ ունենալ նաև մի քիչ տաք վերնահագուստ, որպեսզի հանկարծ չմրսեք, որովհետև մեր մարզերում տարբեր ջերմաստիճաններ են եւ տեղեր կան, որ մի քիչ ավելի ցուրտ է, այնպես որ մնացեք մեզ հետ։ Դες մենք շարունակում ենք։ Կոպված քո փառքի ճամփա արյունով հեղված հողդ տարավոր այսօր շնչում է պայծառ արևով Հայաստան աշխարհ իմ արարածյան Հայաստան իմ հույս ուր դրախտավայր Ջրերը տանուշ լեռներդ քարոտ դու հայի սրտում ասահման կարոտ քո գիրկն ես բացել քնքուշ մայրական որ զավակները տուգան հայրական Հայաստան աշխարհ իմ արարածյան Հայաստան իմ հույս դու այս աշխարհում մի մեծ թանգարան իմ հայոց աշխարհ վեհ հաղթական
Կրկին շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ Շնորհավորում ենք եւ մաղթում, որպեսզի դարերով եկած մեր համառությունը, մեր աշխատունակությունը, միասնականությունը, հաղթական ոգին միշտ անկոտրոն լինի, սա շատ կարևոր է։ Այո, այսօր առավել քան երբևէ մեր երկրին ցանկանում ենք խաղաղություն, անառիկ սահմաններ եւ բարություն, իսկ մեզ բոլորիս հայ ժողովրդին ամուր հավատ, կամք ու տոկունություն։ Այո, սա է կարևոր յուրաքանչյուրիս համար, այնպես որ սիրելի ռադիոլսողներ, ոչ մի դժվարության առաջ չենք ընկրկել եւ կշարունակենք լինել հավառ, շարունակենք գնալ առաջ։ Այո։ Շնորհավոր տոնդ Հայաստան։ Ուղիղ եթերում դες համար սիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, մենք ձեզ մաղթում ենք հաճելի օր, դրական լիցքեր, լավ էմոցիաներ, տոնական տրամադրություն։ Մինչ հանդիպում վաղը առավոտյան 9:30-ին։